Գոյամարտ սերիալում վերջին զարգացումները ցույց են տալիս, որ պատմությունը նոր փուլ է մտնում։ Եթե մինչ այժմ հերոսները հիմնականում պայքարում էին անցյալի ստվերների դեմ, ապա հիմա նրանցից շատերը կանգնած են ճշմարտության, ընտանիքի և ապագայի ընտրության առաջ։ Եվ ամենակարևորն այն է, որ գրեթե բոլոր գլխավոր հերոսների ճակատագրերը սկսել են միահյուսվել։ Ամենահուզիչ զարգացումներից մեկն անկասկած Ավոյի և նրա դստեր հետ կապված գիծն է։ Տարիներ շարունակ Ավոն ապրել է վրեժի ցանկությամբ, նա շատ բան է կորցրել, շատ մարդկանցից է հեռացել և հաճախ թվում էր, թե իր կյանքում այլևս տեղ չկա ընտանեկան ջերմության համար, սակայն դստեր հայտնվելը կարծես հիշեցնում է, որ Ավոն միայն վրեժ լուծող մարդ չէ։ Դավիթ պապը վերջապես իմացավ, որ թոռ ունի։ Դավիթ պապի համար ընտանիքը միշտ ամենամեծ արժեքն է եղել։ Նա կորցրել է որդիներ, բաժանվել հարազատներից, տարիներ շարունակ ապրել ցավի հետ, և հիմա, երբ հանկարծ պարզվում է, որ իր ընտանիքն ավելի մեծ է, քան ինքը պատկերացնում էր, նրա ներսում նոր հույս է ծնվում։ Շատ հնարավոր է, որ այդ փոքրիկ աղջիկը դառնա այն կամուրջը, որը կհաշտեցնի մարդկանց, ովքեր տարիներ շարունակ պատերազմել են միմյանց դեմ։ Ավոն որոշել է հոր սիրտը փափկեցնել։ Հերթական սերիայի անոնսից պարզ է դառնում, որ նա իր դստեր հետ գալիս է Դավիթ պապի տուն։ Բնականաբար Դավիթ պապը չէր կարող նրանց չընդունել, հատկապես, որ նա փոքրիկի հետ է, ու ինչպես երևում է, Ավոն կարողացավ շահել Դավիթ պապի սիրտը։ Փոքրիկը Դավիթ պապի գրկում է, նա իրեն, հավանաբար, մի փոքր ավելի թեթևացած է զգում։ Միևնույն ժամանակ Մանանի վերադարձը նույնպես շատ խորհրդանշական է։ Նա գալիս է Դավիթ պապի տուն։ Հետագա զարգացումներից պարզ է դառնում, որ նրան ընդունում են։ Նա վերադարձել է ընտանիք, բայց հարցն այն է, արդյոք վերադարձել է ընդմիշտ։ Մանանի կերպարը վերջին ամիսներին շատ է փոխվել, նա այլևս այն աղջիկը չէ, ով պարզապես արձագանքում էր իրադարձություններին։ Նա ինքն է որոշումներ կայացնում, ինքն է փորձում հասկանալ մարդկանց շարժառիթները, հատկապես հիմա, երբ նա ծանոթացել է հորեղբոր Ավոյի հետ, ում բնավորությամբ կարծես շատ նման են իրար։ Ու հավանաբար նրանց միավորումը շատ հետաքրքիր պայթյուն է առաջացնելու հենց մակունցների տանը։ Ինչ է սպասվում նրանց, ինչպես են զարգանալու իրադարձությունները, կիմանաք շատ շուտով։ Առաջիկա սերիաներում ամենայն հավանականությամբ հենց Մանանի ներքին պայքարն է լինելու գլխավոր թեմաներից մեկը։ Արդյոք նա կփորձի նոր հնարավորություն տալ իրենց ամուսնությանը, թե վերջնականապես կհասկանա, որ իր ճանապարհը ուրիշ ուղղությամբ է գնում։ Լեայի ու Լեոյի որոշումը նույնպես շատ կարևոր շրջադարձ է, նրանք վերջապես որոշել են միասին ապրել։ Առաջին հայացքից սա երջանիկ ավարտի նման է թվում, բայց գոյամարտում ոչինչ այդքան հեշտ չի լինում։ Լեոն ու Լեան երկար ճանապարհ են անցել, փախուստներ, բաժանումներ, վեճեր, ընտանեկան ճնշումներ։ Նրանք բառացիորեն պայքարել են իրենց սիրո համար, սակայն այժմ սկսվում է ամենադժվար փուլը, որովհետև սիրահարվելն ու միասին ապրելը տարբեր բաներ են։ Ավելին, նրանց հարաբերությունների դեմ կանգնած են շատ ուժեր։ Հունանը դեռ չի հաշտվել իրավիճակի հետ, նրա համար Լեոյի հետ Լեայի կապը շարունակում է մնալ անընդունելի։ Իննան կարող է մեղմ լինել, բայց նա նույնպես հասկանում է, որ այս որոշումը նոր բախումներ է առաջացնելու։ Եվ եթե ճշմարտությունները շարունակեն բացահայտվել, Լեոն ու Լեան կարող են հայտնվել շատ ծանր իրավիճակներում։ Նրանց երջանկությունը կարծես մշտապես փորձության մեջ է։ Ճիշտ է, նրանք որոշել են միասին ապրել, բայց ինչպես է արտահայտվելու Հունանի զայրույթն այս միասնության հետ կապված, նույնիսկ հեռուստադիտողները պատկերացնել չեն կարող։ Բայց ամենամեծ զգացմունքային գիծը հիմա թերևս Վովայի պատմության մեջ է։ Վովան այլևս չի ցանկանում ապրել հարցերի մեջ, նա ուզում է պատասխաններ, ուզում է հասկանալ, թե ով է ինքը, ովքեր են իրական հարազատները, ինչու են տարիներ շարունակ իրենից թաքցրել ճշմարտությունը։ Արդյոք իսկապես իր ընտանիքի անդամներն այնքան վատ են, որ լքել են իրեն։ Սա պարզապես հետաքրքրասիրություն չէ, սա մարդու բնական ցանկություն է ճանաչել սեփական արմատները։ Հենց դրա համար էլ Վովայի որոնումները կարող են դառնալ սերիալի հաջորդ մեծ շարժիչ ուժը։
Օլգան արդեն զգում է, որ ճշմարտությունը երկար թաքցնել չի ստացվի, նրա անհանգստությունը պատահական չէ, նա գիտի, որ Վովան կանգ չի առնելու, և որքան էլ հարցեր տա, այնքան մոտենալու է պատասխաններին, շատ հնարավոր է, որ առաջիկայում հենց Վովան սկսի միացնել այն բոլոր կտորները, որոնք մյուսները փորձում են թաքցնել։ Դավիթ պապի արձագանքը շատ հետաքրքիր կլինի, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու հենց այդ տեսարանը։ Եթե Վովայի իրական պատմությունը բացահայտվի, դա կարող է դառնալ նրա կյանքի ամենահուզիչ պահերից մեկը։ Պատկերացրեք, մարդը տարիներ շարունակ կորցրել է հարազատներին, փնտրել ընտանիքի անդամներին և հանկարծ հասկանում է, որ իր կողքին եղել են մարդիկ, որոնց իրական կապը իրենից թաքցրել են։ Այս ամենի ֆոնին Ավոյի վերադարձը, Մանանի անորոշ վիճակը, Լեոյի ու Լեայի նոր կյանքը և Վովայի ինքնության որոնումը միասին ստեղծում են մի իրավիճակ, որտեղ սերիալի բոլոր հիմնական գծերը սկսում են միավորվել։ Եվ թվում է, որ առաջիկա սերիաներում ամենամեծ հարցը լինելու է ոչ թե այն, թե ով ում դեմ է պայքարում, այլ այն, թե ով կհամարձակվի առաջինն ասել ամբողջ ճշմարտությունը, որովհետև գոյամարտում ամենավտանգավոր զենքը միշտ եղել է ոչ թե ուժը, այլ ճշմարտությունը, իսկ հիմա այդ ճշմարտությունն արդեն շատ մոտ է բոլոր հերոսներին։